Civic AM կայքը, հարգելի բարեկամներ, որը հանդիսանում է Նիկոլի կուսակցության պաշտոնական, պրոպագանդիստական հարցակը, գրել է մի հոդված, թե Սամվել Կարապետյանի եղբոր որդին չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ազատվել է ամենայն հավանականությամբ Զարթուղի ճանապարհով։ Ուրեմն կառավարության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ունեցել է բազմաթիվ տեղակալներ։ Տիգրան Ավինյան Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չի ծառայել։ Արարատ Միրզոյան Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չի ծառայել։ Համբարձում Մաթևոսյան Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չի ծառայել։ Մհեր Գրիգորյան չի ծառայել։ Տիգրան Խաչատրյան չի ծառայել։ Պապիկյան Սուրիկ, ով ներկայումս զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, եւս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ամբողջական ծառայություն չի անցել։ Եվ ահա այսպիսի անձի կողմից նման բողոքներ։ Վարչապետի աշխատակազմը ղեկավարել են մի շարք մարդիկ, ովքեր նույն տրամաբանությամբ։ Արայիկ Հարությունյան զինված ուժերում չի ծառայել։ Էդուարդ Աղաջանյան զինված ուժերում չի ծառայել։ Արսեն Թորոսյան զինված ուժերում ամբողջական ծառայություն չի անցել։ Եվ այս մարդը, այսպիսի կադրային քաղաքականություն վարող մեկը, այսպիսի սրիկը, բողոքում է, որ Սամվել Կարապետյանի հարազատը Զարթուղի ճանապարհով ազատվել է զինված ուժերում ծառայությունից։ Այս տեսանյութում նաև մեկ այլ բանի մասին եմ ուզում խոսել։ Առավոտից երեկո ընդդիմադիր որոշ խմբակներ տարածում են լրագրողներ, ժուրնալիստներ, ժուրնալիստ կոչվածներ, վերլուծաբաններ, դեպուտատներ, դաշնակ-մաշնակներ, որ էլեկտրական ցանցերը Նիկոլ Փաշինյանը խլում է Սամվել Կարապետյանից, որպեսզի դա թուրքերին։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին, հարգելի բարեկամներ, թե այնուամենայնիվ էլեկտրական ցանցերը ում են պատկանում։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին, թե 2015 թվականին, երբ նախկին իշխանությունները իրականացնում էին Էլեկտրիկ Երևան շոուն, այդ շոուն իրականացրեցին, որպեսզի էլեկտրական ցանցերը նվիրեն հետո Սամվել Կարապետյանին։ Նաև եթե առիթ կլինի, մտածեք այն մասին, թե երբ Սամվել Կարապետյանը ասում էր թքած ունեմ իրենց վրա էլ, էլեկտրական ցանցերի վրա էլ, կարող է սրանով ջղայնացած ժամանակ նա անուղղակիորեն հաստատում էր այս պնդումները։